Բոլորին բարի օր, Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ Տավուշ, 2025 թվականի հոկտեմբերի 22, այսօր հետաքրքիր տեսանյութ լինելու, պատմելու եմ, թե ինչն է որոշում, որ չափանիշներն ու պարամետրներն են որոշում այս կենդանիների սև անգուսների մսի համը։ Մինչ անցնելը այդ հետաքրքրագույն թեմային, խնդրում եմ բոլորիդ բաժանորդագրվեք մեր ալիքին, խնդրում եմ հավանեք տարածեք մեր վիդեոները, խնդրում եմ նաև կոմենտներ թողել, ինչպես նաև խնդրում եմ այցելել այս տեսանյութի տակ տեղադրված հղումով մեր կայքէջը, որտեղ դուք կարող եք եւ կարդալ հոդվածներ, հենց հոդվածներ բաժնում, որոնք անընդհատ նորացվում են հետաքրքիր թեմաներով, ինչպես նաև ծանոթանալ մեր աշխատանքներին, գնել մեր միսը առցանց, մեր աճեցրած միսը, ինչպես նաև տեղեկանալ, որտեղ են վաճառվում մեր ապրանքները։ Մասնավորապես վաճառվում են բացի առցանցից, ուրեմն Օրիենտ մսի խանութում կողբացու վրա եւ արդեն SAS սուպերմարկետում առկա է։ Եվ այսպես ինչն է վերջապես որոշում այս սև անգուսների մսի համը։ Ժողովուրդ, որտեվ բարձրակարգ մսի սեգմենտում ֆերմերը պետք է աճեցնի միս, որը համով է, համ ունի շատ լավ։ Այստեղ չի գնում ուրեմն խոսքը մսի քանակի մասին, քաշի մասին, որ մարդիկ երբեմն չեն տարբերակում, ասես այս կենդանու վրա հիմա ինչքան միս կլինի, հա ինչքան շատ միս այնքան լավ, դա չի կարևորը։ Մեր աշխատանքում մսային ուրեմն անասնապահությունում բոլորովին կարևորը դա չի։ Դուք տեսնում եք, որ մեր անգուսները արդեն մոտեցել են եւ արածում են մեր կենտրոնի հենց հարևանությամբ, խնդրեմ, մեր կենտրոնն է, այնտեղ դրոշներից մեկը պոկվել է, որ պետք է հիմա դնենք, այսօր ամբողջ օրը եղել է խիստ քամի, եւ քամին հենց նոր հանդարտվել է, որը ինձ հնարավորություն է տալիս վիդեո անել եւ հետաքրքիր թեմա։ Եվ այսպես, առաջի պարամետրը դա այս կենդանիների քաշ եւ տարիք հարաբերակցությունն է։ Պետք է ասեմ, որ այդ հարաբերակցությունը պետք է լինի եւ կարող է լինել եւ հիմնականը լինում է տարբեր։ Քաշ եւ տարիք։ Օրինակի համար 12-ից 24 ամսական եւ կենդանի քաշը 500 կիլոգրամ։ Սա լավ հարաբերակցություն է։ Կարող է լինել նաև 24 ամսականից, այսինքն 2 տարեկանից ավելի բարձր։ Եվ մի քիչ ավելի շատ քաշով, բարձր քաշով։ Ես ասեմ ինչն է տարբերություն, ուրեմն քաշ եւ տարիք հարաբերակցության մեջ կարևոր է իմանալ, որ այս կենդանիները ունեն կոնկրետ սպանդային ելք։ Անգուսների մոտ, ինչպես նաև շատ ամսատու ցեղատեսակների մոտ, ցեղերի մոտ, ցեղատեսակը սխալ բառ է, ուրեմն սպանդային ելքը 63-ից 72% է։ Դա նշանակում է, որ կենդանի քաշը, եթե 500 կիլոգրամ է, նրա 63-ից 72%-ը դա իր կարկասի քաշն է, այսինքն մորթած կենդանին առանց գլխի, ոտքերի եւ փորոտիկի։ Դա կարկասն է։ Հաշվի առեք, եթե 500 կիլոգրամ է կենդանին, ուրեմն 300-ից ավել կիլոգրամ կլինի իր ուրեմն կարկասի քաշը, որից 75%-ը դուրս կգա ուրեմն մաքուր միսը։
կտորները, մնացածը կլինի կամ ոսկորներ, որոնք նույնպես կօգտագործվեն, կամ կծախվեն մսերի հետ, օրինակի համար այսպիսի մի հնարք կա, Tomahawk steak-ը, հա, դա իրականում ribeye-ն է, ուղղակի ուրեմն ոսկորն են հետը ծախում հիմնականում, 80% քաշի ոսկոր է, բայց նա գեղեցիկ եւ շատ թանկարժի։ Այսպիսի հնարքներ merchandising-ի մեջ, այսինքն մանրածախ մարքեթինգի մեջ անգուսները ունեն եւ մսատու կենթանիները։ Եվ իհարկե կունենաք բավականաչափ աղացած միս, որը triming-ից, այսինքն կտրատելու սխեմայից դուրս կգա, անգուսները կատվի, իրենք իհարկե շատ հետաքրքրասեր կենթանիներ են եւ կատուն երևի առաջի անգամ են տեսնում։ Okay, դուրս կգա մնացած աղացած միս, որը նույնպես արտադրանք է, իմիջիալոց մենք արդեն սկսել ենք վաճառել նաև բուրգերնի կոտլետներ եւ առցանց կարող եք գնել եւ նաև խանութներից։ Եթե 500 կիլոգրամից շատ է, այսինքն 530 կիլոգրամ, ուրեմն հաշվեք 300-ից ավել 10-15 կիլոգրամ եւ այնտեղ արդեն ինչքան է մնում կտորների քաշը։ Կտորները ստացվում են եւ մենք ստանում ենք կոնկրետ USDA-ի կողմից հաստատված սխեմայով, մաքսիմալ ուրեմն ստանում ենք բոլոր կտորները, մենք տարբերվում ենք մնացած վաճառողներից, մենք ունենք ամբողջ, ուրեմն կենթանու ամբողջ կարկասի կտորները։ Այն դեպքում, երբ որ ներկրող ընկերությունները, որ ներկրում են Ռուսաստանից կամ արտերկրից, իրանք կոնկրետ մի քանի կտոր, 3-4 կտոր են ներկրում։ Մնացածը չի ճարվում, չկա, մեր մոտ կա։ Սա մեկ, եթե մենք ունենք ավելի մեծ քաշ, ներողություն, ավելի մեծ տարիք, քան թե 24 տարեկանն է, ուրեմն այդ կենթանիների բնականաբար մսի քանակը կլինի շատ, բայց այստեղ կա մի կարևոր բայց։ Քանի որ մինչև 24 ամսական կենթանու ուրեմն մկանաճարպային բալանս գոյություն ունի եւ մարմարայնության աստիճան, բավական լավ մարմարայնություն ունի այդ կենթանու միսը եւ նուրբ է։ Նուրբ է, որովհետեւ մարմարայնություն ունի։ Կատվից վախեցան, մեծ կենթանիներ։ Եվ մարմարայնության աստիճան ունի։ Այդ մարմարայնության աստիճանը մեծ կենթանիների մոտ, քանի որ արդեն մկաններն են շատ, հնարավոր է որ քիչ լինի, որի դեպքում, այդ դեպքում արդեն ֆերմերը կամ արտադրողը, կամ մենք որպես ֆերմեր եւ արտադրող եւ վերամշակողը պետք է կարողանա կոմպենսացնել փափկությունը մսի հնեցման տեխնոլոգիայով, այսինքն ավելի երկար հնեցնի միսը, եթե գիտեք, որ միսը հնեցնելուց նա փափկում է եւ խտանում է նաեւ համը, իսկապես լավ համ է ստացվում։ Եվ քանի որ ավելի 24 ամսականից մեծ կենթանիների մոտ առանց այդ էլ մսի համը ուժեղ է, այդ մսելի տենց խիտ բիֆի, կոչվում է բիֆի taste։ Բավական մեծ է, պատկերացրեք, որ ինչ հոյակապ ապրանք է ստացվում, ուտեստ է ստացվում, նաև հնեցնելուց եւ նրանց ավելի շատ փափկեցնելուց եւ համը խտացնելուց։ Եվ դա շատ կարևոր է իմանալ, սա աչքաչափի բան չի, իհարկե ֆերմերը, աճեցնողը եւ արտադրողը պետք է կարողանա տեսնել եւ ճանաչի միսը։ Բայց որպես ֆերմեր, աճեցնող եւ որպես վերամշակող, processing անող, կա մի հատ շատ ավելի կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել։ Ժողովուրդ, դուք վաճառում եք ոչ թե քաշ, այլ վերջի հաշվով դուք վաճառում եք կտոր։ Այդ կտորը
ասենք եթե իհարկե ձեր ամբողջ կենթանին չի գնալու աղացի տակ եւ ստանան իրանից բուրգերի կամ կոտլետի միս, ուրեմն այդ ապրանքը կենթանու ստացված պետք է կոնկրետ կտորներ լինեն։ Ռիբա, ես չգիտեմ, strip loin, իմիջիալոց մեր կայքեջում կան նաև դրանց հայերեն անունները, որոնք ես եմ դրել։ Եվ ուզում եմ, որ կտարածվի, օրինակի համար ռիբայը կողաչն է, tenderloin-ը գոտկա տարն է, strip loin-ը բարկա, մոռացարդ, նույնիսկ ես եմ մոռանում, գնայեք, լավ ինչ-որ է։ Բայց դուք ստանելու եք կտորներ, այսինքն սպառողը, վերջնական սպառողը ուզում է ունենա կտոր կոնկրետ, իր ափսեի մեջ։ Դա կլինի ստեյքի տեսքով, դա կլինի բրիսկետի, այսինքն այդ կրծկա մասի տեսքով, դա կլինի պիկանյայի տեսքով, դա կտոր է։ Եվ սպառողների հիմնական մասի համար այդ կտորը պետք է լինի ունիֆորմ չափի եւ քաշի։ Ժողովուրդ։ Սա մի բան է, որ շատ աճեցնողներ, ֆերմերներ ուրեմն աչքաթող են անում եւ չեն հասկանում։ Պետք է լինի ունիֆորմ, կոնկրետ ստանդարտ կտոր, որը ստացվում է ստանդարտացված կենթանու քաշից, քաշ եւ տարիք համակցությունից, մարմարայնությունից եւ շատ ուրիշ բաներից։ Եթե դուք արտադրելու եք 10 տեսակի չափի, 10 չափի ուրեմն ռիբայ, ուրեմն կներեք, հորեկան, այսինքն այդ ռեստորանային, հա, կոմպլեքսը եւ հոթել, ռեստորան, կաֆե, հորեկա։ Իրենք չեն առնելու, իրանք գնալու են ստանդարտ կտորների հետևից, իրանք չեն ուզում իրենց սպառողին, իրենց հաճախորդին վաճառեն, չգիտեմ, 700 գրամանոց ռիբայ, որից, ասենք, թե կեսը այդ մարդը չի կարողանալու ուտի, եւ 2 անգամ ավելի շատ գին վերցնեն իրենից։ Նրանք ուզենալու են 300-ից 350, 380 գրամանոց կտորներ, որպեսզի կարողանան նրան այդ ուրեմն վերահասկեն չափերը, վերահասկեն վերջապես իրենց ճաշացանկի մենյուի գները։ Սա կարևոր է։ Հիմա, սա պետք է հասկանա աճեցնողը, որպեսզի իմանա, որ հենց այդ չափ եւ ներողություն, այո, չափ, քաշ եւ տարիք համակցության մեջ ինքը պետք է իրենց կենթանիներին մթերի, այսինքն մորթի, հանձնի եւ պրոցեսինգ անի կտրատի։ Այն ժամանակ, երբ որ իրենք այդ բոլոր չափանիշները, այսինքն տարիք, քաշ, կտորի չափ եւ մարմարայնություն, դրանք բոլորը ստանդարտացված են մաքսիմալ չափով։ Իհարկե ռոբոտներ չենք եւ մենք, չգիտեմ, չենք արտադրում ինչ որ տեսակի ուրեմն իր, սա կենթանի է։ Եվ ամեն մեկը գենետիկորեն եւ ֆենոտիպորեն տարբերություններ ունի, բայց եթե աճեցնողը չկարողացավ արտադրի համաչափ տեսակի ապրանք, կտորներ, որը նաեւ պետք է հարմարեցված լինի ուրեմն սպառողի սպասելիքներին, ուրեմն իմացեք, որ ունենալու եք սպառման խնդիր, ունենալու եք մրցակցության խնդիր եւ լիք ուրիշ խնդիրներ եք ունենալու, ձեր ապրանքը մնալու է ինչ-որ տեղ դարակներում, միգուցե սառնաներում, չի վաճառվելու եւ խնդիր եք ունենալու, որովհետեւ աճեցնել ինչ-որ մի բան, արտադրել հարկավոր է անել դա սպառողի սպասելիքների հիման վրա։ Իսկ ձեր սպառողները դրանք մսագործներն են, դրանք խանութներն են, դրանք հորեկան է այդ ամբողջ կոմպլեքսը եւ վերջապես սպառողը, որը վերցնում եւ պատրաստում եւ ուտում է եւ վճարում է դրա համար։ Ձեր գումարը գալիս է դրանից։ Ձեր գումարը չի գալի քաշից, ձեր գումարը չի գալիս
ուրեմն ինչքան շատ միս, այնքան լավ, դրանից չի գալիս։ Որովհետև այդ քաշային եւ այդ մտածելակերպը հանգեցնում է նրան, որ դուք ավելի էժան եք վաճառում ձեր արտադրանքը, այն դեպքում, երբ որ դուք վաճառում եք կտորի ձևով, ուրեմն ձեր եկամուտը ավելանում է, թե ոչ կրկնապատկվում։ Այսքանն է ուզում այսօր կիսվեի, շնորհակալություն մեզ հետևելու համար եւ կտեսնվենք։